Մեդիա ակադեմիան 5 տարեկան է, ու մենք ուզում ենք մնալ ուսանող միշտ։ Գրված էր Ավետ Բարսեղյանի ինստագրամյան հարթակում կիսված հոլովակին կից։ Կարոտած ուրբաթ օրվան։ Ավետ Բարսեղյանի, Հրաչուհի Ութմազյանի, Լևոն Խաչատրյանի և այլոց ընկերական ջերմ հավաքույթից Star News-ն առանձնացրել է հոլովակներ, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարև ձեզ։ Այն օրը ուրեմն եկա դիզայն նկարել ու չեմ կարում գտնեմ Սոնան։ Կարոտել են։ Հետո սենց առնվելու ենք կիսվենք։ Քան ուզված եմ, այդ խնդրում եմ ընկերներիս ողջուն եք նայեք։ Մեդիա ակադեմիայի առաջին ուսանողներ եմ։ Այսքան լայն, այսքան ընդգրկված կազմով վաղուց չեն հանդիպել։ Razoi da вообще պետք։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ էսի հիշողություն եմ ամանակեցում ասում։ Էսի հիշողություն է զուտում։ Քան ուզված եմ, այդ խնդրում եմ ընկերներիս ողջուն եք նայեք։ Մեդիա ակադեմիայի առաջին ուսանողներ եմ։ Այսքան լայն, այսքան ընդգրկված կազմով վաղուց չեն հանդիպել։ Razoi da вообще պետք։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ էսի հիշողություն եմ ամանակեցում ասում։ Էսի հիշողություն է զուտում։ Նշենք, որ Ավետ Բարսեղյանը վերջերս եղել էր նաև ռանդևու հաղորդման հյուրը։ Ավետին հանրության միշտվար զանգված, որակում է գոռոզություն, մեծամտություն, անմակարդակություն։ Մեր հանրությունը հիմա թևակողել է ծուռ հայելիների դաշտ, որտեղ հերոսը դավաճան է, մածունը սև է։ Այդ ամենի մեջ, ով հանդարտ է եւ աստղայինը տարած, չի կարող է թվալ, որ մեծամիտ է, էգոցենտրիկ եւ այլն։
Ես որ կողքից եմ նայում, իմ չափ քթի ծակով, հանդարտ, չափված որևէ մեկին դժվար եմ պատկերացնում այս կալիբրի։ Գաղտնիք չէ, որ ավետը երբեմն իր գնահատականներում շատ սուր է։ Բավականին վերջերս էլ առիթ ունեցանք դրանում կրկին անգամ համոզվելու Մանեի ծրագրում։ Մեր համով Սոնայի հետ կապված, անդրադառնալ հիմարությանը, էդ նորից հիմարությունը լեգիտիմացնելն է։ Դրա համար էլի խնդանք, անցնենք առաջ։ Ես չունեմ էդ վախը, արտահայտվեմ նենց, ոնց ժամանցային հաղորդման համովությունն է, ես էդ վախը չունեմ։ Երբ ինձ երկու ընկեր են առաջարկանում մեկին շատ արագ ընտրեմ, առանց մտածելու են մեկը կնեղանա, թե չէ։ Յուրաքանչյուր վատ, անդուր հայհոյանք իմ վառելիքն է, իմ ժպիտն է։ Ինչ ծրագրի գնացի մի գմփոց դուրս եկավ։ Բոլոր նրանք ու հատկապես Սոնայի ընտանիքը, որ ինչ ասես գրում էր ինձ, երեխուս և մնացածին, ասեմ, որ ես շատ հանդարտ ու լավ եմ վերաբերվում Սոնա Շահագելդյան երգչուհուն, անհատին և անձին, ինչ ասել եմ մնացած բոլորը տենց են մտածում, բարձրաձայնում է միայն Ավետ Բարսեղյանը, որովհետև վախ չունեմ։ 2018-ին Ավետը ի թիվս այլ արտիստների ամենաբարձր հարթակներում կանգնած քննադատվող ու մերժվող տեսակ էր։ 2018-ին շնորհակալ եմ, որովհետև եթե սաղ մնացի, չխելագարվեցի, չնայած որ խելագարվեցի էլ, դա չբերեց անդառնալիության։ Դրանից հետո այդ տարեթվին ինձ գերմարդ դարձնելու համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն քննությանը, որ անցա թե իմ ընկերների հետ։ Ինչի համար է ափսոսում Ավետը։ Ափսոսում եմ, որ հայի իսկական հերոս տղեկը ցավոք գնացին և մնացին այս քաղաքում ապրելու էլի դեգեներատները։ Կամ մարդում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց չես հասցրել։ Սոն ջան, չմեռնես հանկարծ, չհասցնեմ ես քեզանից նաև եթերային ներողություն խնդրեմ։ Շահագելդյանս, եթե վիրավորվել ես մի պահ, իսկ դու աղջիկ ես, որևէ աղջկանից չարժե ներողություն խնդրել։ Ազիզ ջան, կներես։ Հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու երգիչ Արսեն Սաֆարյանը մասնակցել էին Մանե Գրիգորյանի հենց այնպես հաղորդաշարին։ Հյուրերը խաղ էին խաղում, որում Արսեն Սաֆարյանը պետք է գուշակեր, թե ինքնով է։ Այս դեպքում նա Սոնա Շահագելդյանն էր։ Արսեն Սաֆարյանը հարցերի միջոցով փորձում էր Ավետից պարզել, թե հայտնիներից ով է ինքը, իսկ Ավետ Բարսեղյանը բավական կտրուկ էր պատասխանում։ Սոնա Շահագելդյանի վերաբերյալ հարցերին տեղ-տեղ նաև վիրավորական և հեգնական տոնով։ Հաղորդումից հետո Սոնա Շահագելդյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի ստատուս է գրել անուններ չնշելով, իսկ հաղորդումից կտրված մի տեսանյութի մեկնաբանություններում էլ պատասխանել Ավետին։ Հաղորդման ընթացքում Ավետը նաև պատմել էր. Համերգից հետո գրիմանոցում հավաքված էին Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Արամ Ավագյանը, Արսեն Գրիգորյանը։ Ես դուռը թակեցի, ասացի ես Ավետն եմ Բարսեղյան, երգեր եմ գրում։ Քմծիծաղով նայեցին ինձ, Արսեն Սաֆարյանն ասաց, որ գրելու համար պետք է գնաս և շատ գրքեր կարդաս։ Նենց մեղք էի, նենց լավ եմ հիշում էդ պահը։ Ամենակարևորը վերջին ֆրազան էր։ Ասացի չի անցնի մի տարի, բոլորդ երազելու եք, որ իմ գրած երգերը երգեք։